The community. Լիլիթ, մենք այսօր շատ կարևոր առիթով ենք հանդիպել, փուչիկներից արդեն բոլորի համար պարզ է, որ ինչ-որ բան ենք տոնում, շատ կարևոր օր է մեզ համար, բայց առավել կարևոր է այս օրը քեզ համար։ Դրան կանրադառնանք մի փոքր ուշ, հիմա ուզում եմ մի քիչ ծանոթանանք Լիլիթի հետ, որտեղ է ծնվել Լիլիթը, ինչ ընտանիքում է ծնվել, ինչպիսի երեխա ես եղել, քանի երեխա եք եղել տանը, մի փոքր քո մասին պատմի։ Այո, ինչպես նշեցիք, այսօր իմ համար շատ սպասված օր է, բայց դա հետո, կանրադառնանք հետո։ Սովորական ընտանիքում եմ ծնվել, հայրս երաժիշտ է, մայրս աշխատում էր այն ժամանակ տրիկոտաժի գործարան էին ասում։ Ես շատ փոքր էի, այդպես եմ հիշում։ Պապաս բավականին ճանաչված է եղել Հայաստանում, ինքը բառաբանշիկ է եղել։ Հետո 90-ականներին, վատ տարիներին մենք տեղափոխվել ենք Սոչի, Ադլեր ենք ապրել, այնտեղ եմ սովորել։ Հետո պապա ստացել է առաջարկ աշխատելու Եվրոպայում, մենք հետ ենք եկել ու ինքը գնացել է Եվրոպա 10 ամիս այնտեղ աշխատել է, 2 ամիս Հայաստան է եղել։ Ընտանիքում 3 երեխա ենք, քույրս մեծն է, 4 տարի ինձանից մեծ եւ ինձանից 7 տարի փոքր։ Եղբայրս է, այսպես հայկական ընտանիքներում։ Այո, ես միջնեկն եմ։ Սովորաբար միջնեկները տան ամենաուժեղներն են լինում բնավորությամբ։ Ճիշտ եմ, դու ես այդպիսին։ Դե ինչպես տեսնում եք, այո, որովհետև միջնեկները ավելի անտեսված են լինում եւ ավելի ինքնուրույն են լինում։ Ես միջնեկ եմ, ցավդ հասկանում եմ։ Այո, հատկապես հայկական ընտանիքներում, տիպիկ հայկական ընտանիքներում, երբ որ շատ սպասված նաև 7 տարի հետո եղբայր ես ունենում, բայց դա ինձ միայն ուժեղացրել է։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Լիլիթ, դեռահաս տարիքում Լիլիթը ինչի մասին էր երազում։ Իմ որ նստում էիր ինքդ քո երազանքների հետ մենակ էիր մնում, մտածում էիր, որ ինչ մասնագիտություն ես ընտրելու, ինչպիսի ընտանիք ես կազմելու, այդպիսի մտքեր եղել են երազանքներ ու մի փոքր պատմի քո երազանքների մասին։ Ես սպորտսմենուհի եմ եղել, այդ դեռահաս տարիքում երազել եմ, որ շատ լավ սպորտսմեն լինեմ, ճանաչված լինեմ, բայց ես սովորել եմ սպորտուսումնարանում, որտեղ նաև ամուսինս էր սովորում, մենք մանկության ընկերներ ենք եղել մի դպրոցից ու շատ շուտ եմ ամուսնացել։ Ինչքան շուտ ես ամուսնացել։ 16 տարեկանում, 17 տարեկանս 2 ամիս հետո իրենց տունն է լրացել։ Ու ինչի մասին էիր երազում։ Երևի երազել եմ այդ ժամանակ, շատ դեռահաս տարիքում երազել եմ լավ սպորտսմենուհի լինելու մասին։ Սպորտսմենուհի չդարձար, փոխարենը դարձար հրաշալի վարսահարդար, մասնագետ, այդպիսի մարդկանց ասում են վարպետներ, քո գործի մեծ վարպետն ես դու, ինչպես որոշվեց, որ ընտրես այդ մասնագիտությունը։ Ձեր տանն էր այդպես, այն ժամանակ ծնողները բոլորիս տեղը որոշում էին, չէ՞, մենք ինչ մասնագիտություն ընտրենք, որտեղ պետք է սովորենք, ձեր տանը այդպես էր, թե դու ինքդ ես որոշել։ Նախ ասեմ ինչի համար սպորտսմեն չդարձա, որովհետև ես շատ լավ տվյալներ ունեի, մի մրցույթի գնացի, մասնակցեցի ու իմ տրեներից շատ բան էր կախված։ Ես հիասթափվեցի ու էլ որոշեցի չշարունակեմ, անկախ նրանից, որ ինձ մոտ դա շատ լավ էր ստացվում։ Ծնողներս չեն որոշել եմ ես, այն ժամանակ մոդա էր, չգիտեմ ինչի, տիպիկ էլի հայկական ընտանիքներում կամ պետքա բժշկական սովորեիր կամ իրավաբանական։ Քույրս բժշկական էր սովորում, մայրս ասեց, եթե ուզում ես, ասեց բան անենք, էլի, քեզ էլ տանք բժշկական, բայց ես բոլորը գիտեմ, որ ես, եթե մարդա վատանում, ես ահավոր խառնվում եմ, չգիտեմ ոնց օգնեմ։ Ասեցի, չէ, էլի մոմ, ինձ մի տուր էլի, որ ես սովորեմ, ասեց, ինչ ես ուզում դառնաս, մտածեցի, իդեպ ասեմ, որ ես 10-րդ դասարան, 9-րդ դասարանս ավարտել եմ, գնացել եմ վարսավիրություն եմ սովորել, 10-րդ դասարանում համ աշխատում էի, համ սովորում էի։ Դա էլ իր հետաքրքիր պատմությունն ունի։
Մայրս ասեց, իսկ ինչ ես ուզում դառնալ, ասեցի, կմտածեմ, կասեմ, հետո ասեցի, ուզում եմ վարսավիր դառնամ, բայց բացարձակ ոչ պատկերացում ունեի, ոչ հասկանում էի, ոչ էլ փորձել էի։ Ուղղակի այդ ժամանակ ամուսինս գնացել էր բանակ, այո, ծառայության էր, որպեսզի ես կարողանայի հեշտ անցկացնել այդ 2 տարին, որոշեցի գնամ վարսավիրություն սովորեմ։ Ու մայրս զանգեց, լյուքսում եմ առաջ սովորել, օպերայի մոտի լյուքսում, բոլորը կհիշեն այն ժամանակ 2 վարսավիրանոց կար, չէ, կարծեմ Աբովյանի վրայի զեփյուրներ եւ օպերայի վրայի լյուքսներ։ Լյուքսում եմ սովորել, մայրս զանգեց, վարպետիս հետ խոսեց, ասեց ուզում եմ աղջիկս գա վարսավիրություն սովորի, ասեց քանի տարեկան է, վարպետս, մամաս ասեց 15։ Չուզեց մամայիս մերժեր, բայց ծանոթ էին էլի, իրենք ասեց լավ, թող կա մի շաբաթ փորձեմ էլի, շատ փոքր է, տեսնեմ, եթե կարողանա ինչ-որ մի բան անել, խնդիր չկա, թող գա։ Ու գիտես հետաքրքիրը որն էր, անցել է բավականին երկար ժամանակ, նոր եմ հասկացել իմաստը։ Իմ վարպետը շատ ճանաչված էր, էլի, որ գործ էր անում, կանգնում էր աշխատելու, այսինքն բոլորի աշակերտները այսինքն շրջապատում էին, որովհետև ինքը նոր մեթոդ են, սլայսինգները նոր էր դուրս եկել։ Իմ վարպետը այտենց էր էլի աշխատում ու հիմքս ճիշտ է դրել, որի համար անչափ շնորհակալ եմ Հայկուշին։ Մի խոսքով ասես թող կա, գնացի, վախվորած, ամբողջ գիշեր չեմ քնել, ասում եմ, մամա կարող է գնամ ասի դեբիլա, չի կարա սովորելի։ Ամբողջ գիշեր մտածմունքով քնել եմ, արթնացել եմ, գնացել եմ Հայկուշի մոտ, բոլորը շրջապատել էին Հայկուշին, ասեց մի հատ ֆենը պահի ֆեն անեմ, այն ժամանակ ֆենոմեն էր, 2 չոտկով այսինքն ֆեն էին անում։ Մենք ֆենը պահում էինք, վարպետները 2 չոտկով ֆեն էին անում, մենակ դա չեմ կարողացել սովորել։ Ասեց մի հատ ֆենը պահի, ֆենը պահեցի, որ մազերը ֆենի, ասեց մամային կասես վաղվանից գալու ես։ Հետաքրքիր է, մի հատ ֆենը պահելով, ինձ ասեց մամային կասես վաղվանից գալու ես։ Իսկ հետո չես հարցրել, ինչն էր պատճառը, այդ ինչ տեսավ, որ որոշեց, որ գնաս։ Ես չեմ հարցրել, բայց տարիներ անց, երբ որ ես էլ աշակերտներ ունեցա, հատկապես դեպքեր եղա, մի 2 աշակերտ ունեցա, որ ֆայն բացարձակ գոյություն չուներ իրանց մոտ։ Այն տեսակին ստրեսի էին հասցրել, որ ասում էի, որ ինձ մոտ արդեն աշակերտ գա, ես պետք է հարցնեմ առաջինը, ֆայմ ունես։ Նոր ընդունեմ, որ ինձ մոտ սովորեն, այո, հայաբարի ասած, չէ։ Ու նայ ես հետո հասկացա ինչու՞մն էր խնդիրը, որ իմ վարպետը ինձ ասեց ֆենը պահի, որ ես ֆեն անեմ։ Ես 15 տարեկան երեխա էի, ես ֆենը սենց ուղակի չպահեցի։ Ես մազի հետ իջացրեցի ֆենը։ Այդ մանրուք էր, բայց ինքը այդտեղից հասկացավ, ես կդառնամ վարսավիր, թե չէ։ Ես Հայկուշ ջան, անչափ շնորհակալ եմ քեզ։ Լիլիթ, սովորեցիր։ Բնականաբար պետք էր արդեն ինչ-որ միտեղ աշխատել։ Հո մենակ սովորելով չի։ Այն մեթոդը կիրառել ես, որ տնեցիքի վրա սովորեմ, մի հատ տնեցիքի վրա պարապեմ, հետո գնամ ինչ-որ տեղ աշխատելու։ Ոնց կատարվեց այդ process-ը, ոնց աշխատանք գտար։ Այնքան հետաքրքիր հարցեր եք տալիս, աշխատանք ոնց գտա, հիմա ասեմ, քանի որ ինձ մոտ շատ լավ էր ստացվում, իմ վարպետը ինձ շատ էր տանջում, իր հաճախորդների մազերն էի անընդհատ սարքում, հետո որ գալիս էի տուն, մամայիս ընկերուհիներին էի խնդրում, ասում էի ինչ կլինի էլի, մազերները սարքեմ, ներկեմ, այնքան էի ուրախանում, որ իմանալով, որ ես աշակերտ եմ, ինձ դավերյա էին անում, որ ես իրանց մազերը սարքեմ, ու կյանքում մտքովս չի անցել, որ կարողա ես մտածեմ ինձ 100 կամ 500 կամ 1000 դրամ փող տան, ինչը որ կասեմ հիմիկվա աշակերտների համար, որ գալիս են, տեսնում են դու այդքան փող ես աշխատում, չեն նայում, որ քո 20 տարվա վաստակածն է, էլի, միանգամից քո փողերն են հաշվում ու ասում են ինչքանով ես կտրում, ինչքանով ես, ես կյանքում ոչ տենց հարցեր եմ տվել, ոչ էլ, ու աշխատել եմ, գլուխս կախ աշխատել եմ ու շատ ուրախացել եմ, որ ինձ գլուխ են դավերյանում, սենց էլի, հայկական ասած, ու շատ արագ տեղավորվել եմ, հենց 10-րդ դասարանում աշխատել եմ Կոմիտասում, անմիջապես հետո, ու շատ հրավերքներ եմ ստացել, որտև ինձ մոտ շատ լավ էր ստացվում, իմ վարպետը հիմքը շատ լավ էր դրել, աշխատել եմ Կոմիտասում, համ սովորում էի, 10-րդ դասարանն էի, համ աշխատում էի։
Լիլիթ, շատ չեմ ուզում ծավալվենք արդեն Հայաստանի հետ կապված կյանքի մասին, մեզ ինչ պետք էր իմացանք։ Գիտեմ, որ մինչև Միացյալ Նահանգներ տեղափոխվելը մի որոշ ժամանակ ապրել ես Իսպանիայում, եթե չեմ սխալվում, ճիշտ եմ։ Այո, Բարսելոնայում։ Ինչպես եղավ ձեր տեղափոխվելը Եվրոպա։ Ու ինչու գնացիք։ Այդպես ստացվեց։ 21 թվականին տեղափոխվեցինք Իսպանիա, Բարսելոնա ապրելու։ Ինչքան ժամանակ ես ապրել Բարսելոնայում։ Այդքան շատ չէ, մոտ 2.5 տարի։ Լիլիթ, օրինակ մենք շատ ենք լսում, որ Եվրոպայում ավելի դժվար է, քան Միացյալ Նահանգներում։ Դու համ այնտեղ ես ապրել, համ այստեղ ես ապրել։ Դու ավելի ճիշտ կիմանաս։ Ինչու՞մն է կայանում այդ դժվարությունը։ Քո կարծիքով դժվարությունը ինչու՞մն է կայանում։ Ես կարող եմ իմ անունից միայն խոսել, Դու մենք քո կարծիքն ենք ուզում լսել։ Ես Հայաստանում բավականին ճանաչված անձնավորություն եմ եղել, ես ինձ չպետք է որ ներկայացնեմ, բոլորդ արդեն գիտեք, տեղյակ եք։ Ու միանգամից արթնանալ մի ուրիշ երկրում, որ ոչ լեզու գիտես, ոչինչի տեղ չգիտես, քեզ աշխատանքի իրավունք չեն տալիս, քեզ աշխատանք չեն տալիս, ամեն ինչ շատ դժվար է, որ Հայաստանում անգամ մի զանգով ես կարողանում քո հարցերը լուծել։ Օտարությունը շատ վատ բան է։ Բայց նայ, Լիլիթ, այստեղ մենք Միացյալ Նահանգներում բոլորս իրար ունենք։ Հայերը շատ են, մանավանդ երբ որ Գլենդելում ես ապրում, հայերը շատ են։ Մի տեսակ ճիշտ եմ նկատել, որ այստեղի հայերը ավելի համախմբված են, քան Եվրոպայինը, թե ուղղակի այնտեղ տարբեր քաղաքներում քիչ են, չեն կարողանում շատ շփվել իրար հետ։ Ճիշտ եմ այդ պահը նկատել։ Ճիշտ է, այստեղ ավելի համախմբված են, որ մարդ գալիս այստեղ, ինձ թվում է ավելի շատ, գիտեք ինչից է կապված, այստեղ ամեն ինչ ավելի շատ է, ավելի հասանելի է, այնտեղ ավելի դժվար է։ Դրա համար այստեղ մարդիկ ավելի իրար օգնում են, ավելի իրար հասնող են։ Լիլիթ, իսկ երբ ու ինչու որոշեցիք տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Մենք շատ ուրախ ենք, որ դու եկել ես, բայց մի հատ պատմի իմանանք, երբ ես եկել, ինչու ես եկել։ Մենք ամեն մեկս մեր պատճառներն ունենք։ Միացյալ Նահանգներում գտնվող յուրաքանչյուր մարդ ունի իր պատճառը։ Մեկս խոսում է դրա մասին, մյուսը չի խոսում։ Դու ունես պատճառ այստեղ տեղափոխվելու։ Ես շատ մեծ պատճառ ունեմ, ճիշտն ասած չեմ ուզենա Բարսելոնայից այդքան շատ խոսել, ուղղակի այնտեղի իմ ստատուսը ինձ դուր չեկավ, ճիշտն ասած։ Ես եկա մի մտքի, որ կամ ես պետքա լավ ապրեմ, կամ պետքա չապրեմ։ Ես այդ ոչ մեկին ոչ ապացուցելու բան ունեի, ոչ էլ, ու մտածեցի, ասեցի կամ պետքա պայքարեմ այնտեղ, կամ պետքա հետ գնամ Հայաստան ապրեմ այնպես, ինչպես որ ես միշտ ապրել եմ։ Ու ամուսնուս զանգ տվեցին իր գործընկերներից ու ասեցին, որ եթե կուզես, կարող ես 10 օրվա ընթացքում թռնել գալ, այստեղ կինո կա նկարահանելու։ Այդպես քննարկեցինք, որոշեցինք, որ գանք, միասին երկուսով եկանք, ուզեցինք տեսնել, որ այստեղ էլ է ուրիշ տեղերի նման խոստանում են ուրիշ բան, բայց լրիվ ուրիշ բան է, պատկերը այլ է լինում։ Որոշեցինք գալ տեսնել արդյոք դա ճիշտ է, եթե ճիշտ է, այստեղ կմնանք, եթե չէ, հետ կվերադառնանք։ Այն էլ եկանք ու ամեն ինչ լավ եղավ։ Հիշում ես առաջին օրը, երբ հայտնվեցիր Միացյալ Նահանգներում, զգացողություններդ ինչպիսին էին։ Այդ ուրեմն այնքան հետաքրքիր պատմություն է։ Ես առաջի անգամ եղել եմ 19 թվականին Միացյալ Նահանգներում, այն էլ ամուսինս էր ստիպում էր գնա մի հատ տես կհավանես, թե չհավանես։ Այո, որովհետև ես ավելի Եվրոպան եմ միշտ սիրել ու նախընտրել եմ, ես անընդհատ Եվրոպա եմ մանեկել։ Չեմ սիրել, չեմ էլ եղել, բայց չգիտեմ, չէի պատկերացնում էլի ինչպես կլինի այստեղ 19 թվին եկա ընկերուհուս մոտ, իմ շատ լավ ընկերուհի, հիմա միասին ենք աշխատում, Լիլիթիս մոտ եմ եկել հանգստանալու ու որ եկավ ինձ դիմավորելու, նստած էի մեքենայի մեջ, այս ֆրիվեյները որ գնում ենք, մեծ ֆրիվեյներ, ասենց հոգնած եմ,
գլուխս դրել եմ այս մեքենայի պատուհանին ու սենց այս պալասաները, որ մի քանի հատ տեսնում եմ, մասշտաբը Ամերիկայի տեսնում եմ, ու սենց աչքիս դեմը սենց դոլարներ են գնում։ Այնքան հետաքրքիր զգացողություններ։ Դա երբ որ տուրիստ էի Երբ որ տուրիստ էի, առաջի անգամ Ամերիկա եմ եկել ու օդանավականից գնում ենք ընկերուհուս տուն, բայց այդ պատմությունը մնացել է իմ մտքերում, այնքան հետաքրքիր զգացողություն էր, ասում եմ, ես ինչ մասշտաբային երկիր է, էլի, ասենք, ինչեր կարելի է այստեղ անել։ Ու ես շատ եմ սիրում Ամերիկան։ Իսկ երբ որ արդեն եկել էիր մշտական բնակության, այդ զգացողությունները պահպանվել էր, մեկը այլի սիրում էիր Ամերիկան։ Դե տուրիստ ժամանակ բոլոր տեղերը այլ է։ Օրինակ ես Բարսելոնա տարին 2 անգամ 7 տարի գնում գալիս էի, ես գժվում էի Բարսելոնայի համար։ Հիմա էլ եմ սիրում։ Ուղղակի երբ որ ապրում ես, բախվում ես բոլոր խնդիրներին եւ բոլոր բարդություններին։ Այդպես որ ասեմ, տենց ու շատ թափված եկել էի Ամերիկա, չէ՞։ Բայց որ եկա ոնց որ գիտես նենց ստացվեց ոնց որ ձուկը ջրում ոնց որ ինձ բերեին ու ջրում բաց թողեին այս sense լողալով գնացի Ասում եմ չէ Լիլիթ դա նրանից է որ այստեղ հայերը շատ են բոլորս իրար մոտ ենք մի տեսակ ոնց որ փոքր Հայաստանում լինենք իմ մոտ այդպիսի տպավորություն է այդ անցումը շատ հեշտ է կատարվում իհարկե Ամերիկան ունի իր դժվարությունները բայց միևնույնն է այդ անցումը այնքան հեշտ է կատարվում որովհետև այստեղ ունենք լիքը ընկերներ որը շատ կարևոր է ծանոթներ ենք ձեռք բերում անընդհատ խանութ ես մտնում հայա որտեղ գնում ես հայա բանկ ես մտնում հայա ու այդ մի տեսակ ավելի հեշտացնում է քո կյանքը Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ Լիլիթ այ ասում ես որ Բարսելոնայում դու ինքդ քեզ չէիր գտնում իսկ այստեղ քո գործով հեշտ սկսեցիր, հեշտ գտար ինքդ քեզ։ Այստեղ ավելի հեշտ էր այդ process-ը։ Ավելի հեշտ էր, որովհետև ճիշտ ես ասում, այստեղ հայությունը շատ է ու իմ ընկերները, բոլոր շոու բիզնեսի մարդիկ այստեղ են ու ինձ համար հենց առաջի օրվանից շատ հեշտ տրվեց այստեղ։ Հիմա ասենք թե ինչի համար ենք մենք այսօր հավաքվել։ Ոչ միայն քեզ համար, նաև մեզ համար, քո ընկերների։ Բոլորիս համար շատ կարևոր օր է, բոլորիս համար շատ ուրախալի օր է, որովհետև Լիլիթը վերջապես Միացյալ Նահանգներում բացում է իր գեղեցկության սրահը։ Ես իմ կողմից ասեմ, որ ես շատ ուրախ եմ քեզ համար։ Դու այնքան աշխատասեր ես, այնքան կամեցող ես ու մարդամոտ ես, որ չէր կարող քեզ մոտ այս ամեն ինչը այսքան հանգիստ, իհարկե հանգիստ հարաբերական ենք ասում, չստացվեր, բայց արի ճիշտը խոսենք, որ շատ մարդկանց հետ համեմատած քո մոտ ավելի հանգիստ, Աստծուն փառք տանք, այս ավելի հանգիստ էր։ Չմոռանամ նշել, որ Լիլիթը իր գեղեցկության սրահով, Lilith's Beauty Lab-ով հանդիսանում է մեր հաղորդման գլխավոր գործընկերներից մեկը։ Ու ինձ համար դա մեծ ուրախություն է։ Ես շնորհակալ եմ քեզ։ Փոխադարձ։ Լիլիթ, արի մի փոքր խոսենք դրա մասին, թե ինչպես գտար տարածքը, միտքը ինչպես եկավ քեզ մոտ, մի փոքր դրա մասին պատմի։ Ինչպես ստացվեց իմ սալոնը, ես Հայաստանի իմ սալոնը երբ որ թողեցի, ես անընդհատ մտածում էի սալոն բացելու մասին։ Որ եկա այստեղ աշխատելու, ամեն օր ես հենց իմ կոլեկտիվը հին կարող է ասել, փաստել, որ ես ամեն օր ասել եմ, ես իմ սալոնն եմ բացելու, ես իմ սալոնն եմ բացելու։ Ու ինչպես ասում են, խոսքը ուժ ունի, ես նաև շնորհակալ եմ Տիրոջը, որ իմ այս աշխատանքը գնահատվում է։ Ինչպես գտար տարածքը։ Ինչպես գտա տարածքը, ուրեմն հոգնած, առավոտից գործ եմ անում իմ հին սալոնում։ Մեկ է գոգս եկավ մոտս։ Ժողի գոգը, Գոհար Հովանեսյանը։ Իմիջայլոց Հայաստանից երգչուհիներ կան, որ ասում են Գոհար Հովանեսյան, որ ասում ես, մենք գիտենք, որ քո գոգն է, այդպես էլ կա։ Ինքը իմ գոգն է։ Եկավ ասաց Լիլ, ասաց մի հատ նենց սալոն են լավ բիզնես են վաճառում, կարող է ուզես։ Ես էլ սենց հոգնած ասի, վայ գոգ, հա, բան, սենց։ Մեկ զանգեց, անմիջապես զանգեց։
Մի րոպե էսա զանգում եմ գնանք։ Ասի լավ գոգիս խաթերը չկոտրեմ էլի։ Ասի լավ գոգ ջան, զանգի գնանք։ Գիշերը ժամը 10-11-ն է։ Զանգեց, բայց դե գնում ենք սալոնը բացել նայենք։ Եկել եմ, հոգնած, աչքերից դեմը չեմ տեսնում։ Բացել են սալոնը, նայում ենք, հա։ Սա այն ժպիտով գնացել եմ։ Ասում եմ, դե լավ, հա, գնացինք, նայեցինք։ Ու նենց պատահական չեմ կարա նկարագրեմ, ուրեմն սա իմն էր։ Շատ պատահական 2-3 օրում այս սալոնը դարձավ իմ սալոնը։ Ինչի համար անչափ շնորհակալ եմ իմ ընկերներին, հատկապես Գոհար Հովհաննիսյանին։ Լիլիթ, մի փոքր մեզ ասա, ինչ ծառայություններ եք մատուցում ձեր գեղեցկության սրահում։ Այստեղ որ գալիս են, ուզում եմ ամենակարևորը նշեմ մեր հետևորդների համար։ Այստեղ որ գալիս են, արդեն որ երրորդ մարդկանցից, հաճախորդներից լսել եմ, չեմ ուզում ասեմ հաճախորդներ, որովհետև քո մոտ եկող բոլոր մարդիկ դառնում են քեզ ընկերներ, դու էլ մեզ ես ընկեր դառնում։ Բոլորից լսել եմ, որ մի այսպիսի բան են ասում են իսկական հայաստանյան գեղեցկության սրահ, գնում ես, հայկական մթնոլորտ, ամեն ինչը ջերմ, ամեն ինչը սրտաբաց։ Հիմա մեզ ասա, ինչպիսի ծառայություններ եք դուք մատուցում ձեր մոտ։ Նախ ուզում եմ ասել, որ իմ սալոնում մթնոլորտը պետքա լինի միշտ դրական։ Բոլորը պետքա լինեն ուրախ, բոլորը պետքա լինեն սիրված։ Ես սիրում եմ սեր ու ջերմություն տալ իմ հաճախորդներին։ Ու պարտադիր պայման է ինձ մոտ, որ մեկը մյուսից խոսալ, բամբասանք, այդպիսի բաներ չկա, պետքա լինի դրական աուրա, որովհետև մենք առավոտից մինչև իրիկուն լինում ենք սալոնում։ Մենք համարյա թե չենք լինում տանը։ Էսի ձեր համար է։ Վայ, Ինչ հաճելի է, չէ՞։ Ում կողմից է։ Շատ հաճելի է։ Այդ արդեն դու պետք է կարդաս իմանաս։ Օ, շնորհակալություն։ Իմ հին սալոնի անձնակազմի կողմից է այստեղի։ Շատ լավ է։ Եվ ինչ ծառայություններ են մատուցվում, ոնց որ հայաստանյան սալոններում։ Չէ, բարձ չունենք։ Բոլոր ծառայությունները մատուցվում են։ Հարսահարդարում, մատնահարդարում, ոտնահարդարում, թարթիչների լիցք, կունքերի լամինացիա, պերմանենտ, մեյքափ, ամեն ինչ։ Մեր ավանդական հարցերից մեկը։ Պատկերացրու այսպիսի մի բան։ Հիշողությունդ կորցրել ես։ Ու պետք է ընտրես մի մարդու, ով քեզ կպատնի քո մասին ճիշտը ամեն ինչ։ Կարող ես մեզ չասել, կարող ես ուղղակի ժպտալ, այդ մարդը կհասկանա։ Ունես այդպիսի մարդ քո կյանքում։ Ճիշտն ասած, կարծում եմ ամուսինս, որովհետև 14 տարեկանից ինքը ինձ գիտի։ Վստահ ես, որ ամեն ինչ կպատմի քեզ։ Ամեն ինչ մենակ Աստված գիտի։ Էդ էլ եմ համաձայն։ Լիլիթ, մնացածի մասին ուզում եմ արդեն խոսեն քո հյուրերը։ Մենք քո հյուրերի հետ էլ կզրուցենք, մնացածի մասին կպատմեն մեզ հյուրերը։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Առավոտ թե երեկո։ Երեկո։ Ուշացողն ես թե ժամանակին եկողը։ Նայած որ հարցում, բայց ասում են ուշացողն եմ։ Հաճախ երկու բառ, որ օգտագործում ես։ Սիրով կյանքս։ Քո ամենամեծ թուլությունը։ Ոյ, իմ երեխեքը։ Ափսոսում եմ, որ Ափսոսում եմ, որ այս տարիները ծնողներս կողքս չեն։ Միասին եւ աղջիկս էլ միասին չենք։ նյարդայնանում եմ երբ։ Նյարդայնանում եմ երբ։ Եսի։ Ինչը կարող է քեզ նյարդայնացնել։ Լավ, ոնց հասկացանք դու նյարդայնացող մարդ չես։ Ներվերդ հագիստ մարդ ես։ Երջանիկ եմ երբ։ Երջանիկ եմ երբ բոլորը կողքիս են։ Սիրում եմ երբ։ Սիրված եմ։ Եվ ամենագլխավոր հարցը, նկարագրիր հային մի բառով։ Ոյ, հայը իմ համար առնական, գեղեցիկ, չգիտեմ, ամենա։ Լիլիթ, ես եւս մեկ անգամ շնորհավորում եմ քեզ քո գեղեցկության սրահի բացման առիթով։ Մեզ այսօր շատ լավ ժամանակ է սպասվում։ Գնանք արդեն պատրաստվելու ու դիմավորես քո հյուրերին։ Գնացինք։
Այսօր ինչու ենք հավաքվել այս գեղեցիկ վայրում, որովհետև մի հատ շատ գեղեցիկ մարդ, որի գեղեցկությունը համ ներսից է, համ դրսից, Լիլիթը բացում է իր նոր սալոնը, իր beauty lab-ը։ Ուզում եմ շնորհավորել Լիլիթին ճանաչում եմ շատ երկար տարիներ ի վեր Հայաստանից եւ ուզում եմ ասել, որ ինքը այն եզակի մարդկանցից է, որ արժանի է ունենալ եւ ստեղծել ամենալավը, որովհետև նա համ որպես պրոֆեսիոնալ անկրկնելի է, համ որպես մարդ անկրկնելի է։ Լիլիթ, շնորհավոր, ես քեզ սիրում եմ ու ես միշտ քո հետ եմ։ Լիլիթից ճանաչել եմ Հայաստանից, բայց տենց չեմ շփվել, շփում չի եղել։ Իր մասին, որ խոսեմ, շատ երկար կխոսեմ իր մարդկային որակի եւ տեսակի համար։ Ինձ համար համենայն դեպս օտար երկրում, Միացյալ Նահանգներում ունենալ նման ընկեր, մասնագետի մասին չեմ խոսում, որ ժամին, որ պետք է լինում, անպայման 10 րոպե հետո ինքը մեր կողքին է լինում։ Մանավանդ օտար հողում շատ կարևոր է, որ ունենում ես լավ ընկեր եւ համախմբված եք լինում անկախ մասնագիտությունից։ Ես ուրախ եմ, որ իր նման ընկեր ունեմ իմ կողքի եւ այսօր բոլորիս համար մեծ տոն է։ Շնորհավոր քո գեղեցկության սրահը։ Դե ինչ, մենք այսօր հավաքվել ենք իմ շատ սիրելի Լիլիթի սալոնի բացմանը։ Ուզում եմ մեծ բարձունքներ, նորանոր հաջողություններ ցանկանալ նրան, քանի որ նա իսկապես արժանի է իր յուրահատուկ մարդ տեսակի համար, իր բարի եւ հասնող լավ ընկեր մարդ տեսակի համար։ Անչափ ուրախ եմ, որ հայ համայնքը ունի այսօր եւս մեկ հրաշալի առիթ միմյանց շնորհավորելու, որովհետեւ Լիլիթի նման մասնագետը այստեղ բացեց գեղեցկության կենտրոն։ Լիլիթ, ես գիտեմ, որ դու այսօր լսելու ես անհամար շնորհավորանքներ, բայց ես ուզում եմ քեզ հենց իմ խոսքերը ուղղել, որովհետև դու առանձնահատուկ ես, անհավանական համեստ, անհավանական բարի, շքեղագույն կին ես դու, որը իր մասնագիտական հմտություններով պարզապես աշխարհի լավագույն վարսավիրներից մեկն է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որ դու կաս իմ կյանքում, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դու կաս մեր բոլորի կյանքում եւ գեղեցկացնում եւ գույն ես տալիս մեզ քո ներկայությամբ։ Քեզ բարի ճանապարհ, կանաչ ճանապարհ, լավ երթ եւ ես վստահ եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր գտնվում են այստեղ, ի սրտե ուրախանում են քեզ համար։ Գրկում եմ։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։